Ալավերդու 2014 թվականի բյուջեն ըստ նախագծի կազմում է 462 միլիոն 290 հազար դրամ։ Թումանյանական աշխարհ թերթի նոյեմբերի 28-ի համարում, սակայն այս առումով անճշտություն կար, որը ներկաներն անմիջապես նկատեցին։ Արձանագրում ենք այս փաստը, որ մեր ընդհանուր տան Ալավերդի համայնքի 14 թվականի հնարավորությունները լավ է թե վատ է, շատ է թե քիչ է, 462 միլիոն 300 հազար դրամ։ Ուրեմն տպագրությունը չի համընկնում, հա՞։ Տպագրությունից հետո հնարավոր է ոչ ավելի շուտով տպագրմաններում, ուստի կարող է 550 հազար դրամի տարբերություն 461 միլիոն 700 հազար։ Մենք յուրաքանչյուրս էլ մեր ընտանիքում ունենք եւ որոշակի ծրագրեր, մտահղացումներ եւ հնարավորություններ եւ իրականացնում ենք մեր ցանկությունները այն չափով, որքանով ներում են հնարավորությունները։ Քաղաքապետը նշում է, որ հաջորդ տարվա համար տեղական հարկերի տուրքերի հավաքագրման ավելի բարձր շեմ է նախատեսվում։ Ներկայիս 73 միլիոն դրամի փոխարեն 80 միլիոն դրամ, առանց որևէ էական փոփոխություն մտցնելու տեղական հարկերի տուրքերի դրույքաչափերի մեջ։ Սա Ալավերդու համայնքի ավականու կողմից հաջորդ տարվա համար հաստատվել էր դեռևս սեպտեմբեր ամսին։ Փոփոխվել է միայն խմիչքների եւ ծխախոտի համար լիցենզիա տրամադրելու տեղական տուրքերի չափը։ Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը որպես թաքնված եկամուտ առանձնացրեց նաև մեկ այլ հանգամանք։ Ալավերդի համայնքը 70 միլիոն դրամ մարելու վարկային պարտավորության պայմանագիր ուներ, որից սակայն 2013 թվականի հուլիս ամսին կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն ազատվեց։ Այն տարեկան մեր բյուջեից ստանում էր 4.5 միլիոն դրամ։ Տարվա վարկային փայավճարը եւ հաշվարկված տոկոսագումարները։ Իսկ ինչ որտեղ այս որոշումը չկայացնելու դեպքում մենք ստիպված ենք լինելու ևս 4.5 միլիոն դրամ հայթայթելու ծախսային մասում ներգրավելու այս պարագայում մենք նաև այդ ծանր տեղից ենք ազատվել եւ ոչ միայն եկող տարվա, այլ ընդհանրապես։ Եկամուտների հետ կապված քաղաքապետը կարևորեց նաև բնակիչների ակտիվությունն ու պատշաճ կերպով հարկերի վճարումը, ընդգծելով, որ վճարված հարկերը բնակիչներին են վերադառնում մատուցված ծառայությունների ձևով։ Հանրապետությունում նշվում անմիջապես ինչ տոկոսով ստերային տնտեսություն։ Ալավերդը ո՞նց է։ Ստերային տնտեսություն կա թե չկա։ Ոչ մեկը համարձակություն ու պատասխանատվություն չի վերցրել հայտարարի, որ ստերային տնտեսություն չկա, բայց ինչ ծավալով է, ամբողջությամբ այդ տնտեսվարողը ստերային, թե լեգալ է, ուղղակի ոչ ամբողջ իր շրջանառությունն է հայտարարագրում, այդ մեր գործառույթներից դուրս է, մենք չենք կարող դրան պատասխանել։ Միակ դեպքերը, որ մեզ կասկածան կահարություն տնտեսվարող սուբյեկտի գործունեության օրինականությունը մասնագիտ ամբողջությամբ կայանում նրանով, որ մենք հարցը բարձրացնենք հարկային մարմիններին եւ ըստ ոլորտի նայած որ ոլորտի տնտեսվարողը համապատասխան նախարարությանը։ Օրինակ տաքսի ծառայությունները 2014 թվականի բյուջեի եկամուտները քննարկելուց հետո ֆինանսական բաժնի պետ Սամվել Աբելյանը ներկայացրեց նաև բյուջեի ծախսերը։ Բնապահպանական հատկացումներն այս տարվա 110-ի փոխարեն կազմելու են 120 միլիոն դրամ, որի 70%-ն ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ մնացած 30%-ը առողջապահական։ Ուրեմն Ալավերդի համայնքի եկես թաղամասում գտնվող զբոսայգու նորոգում 36 միլիոն 760 հազար դրամ, մշակույթի պալատի սարահարթի հրապարակամերձ տարածքի բարեկարգում և կանաչապատում 3 միլիոն 736 հազար դրամ, սանային սարահարթ թաղամասի արհեստական խոտածածկույթով խաղահրապարակի կառուցում 15 միլիոն դրամ։ Քննարկման վերջում ներկաները հանդես եկան նաև առաջարկներով եւ իրենց հուզող հարցերով։ Քաղաքապետը խոստացավ անդրադառնալ այդ հարցերին։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։